Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Մենք հայերս մշակույթով ապրող տեսակ ենք, ժողովուրդ, ազգ, եւ մրցույթներ շատ են կայանում, տարբեր տարիքի, եւ պատանեկան, եւ երիտասարդական։ Շատ հավակնոտ մրցույթ է Եվրատեսիլը եւ ուրախ եմ, որ այս տարի Հայաստանում այն տեղի կունենա, հաշվի առնելով, որ մասնակցության փորձ Հայաստանը քիչ ունի։ Շատ ուրախացա, որ իմացա, որ այս տարի Հայաստանում է անցկացվելու Եվրատեսիլի գալահամերգը։ Շատ պարզ նպատակ ունի այս Եվրատեսիլը, երբ որ անցկացվում է Հայաստանում, վերադարձնել դասական երաժշտի հեղինակությունը։ Ընդհանրապես մրցույթի գաղափարը երեխաների մոտ աճող սերնդի համար շատ կարևոր երևույթ է։ Դեպի դասական Եվրատեսիլը լինելով շատ հավակնոտ մի մրցույթ, կարծում եմ սթափեցնող գործոն է իր մեջ պարունակում եւ երեխաները իրարից սովորում են, ի վերջո տեսնում են, թե որն է վերջնական արդյունքը եւ ինչի համար են իրենք նվագում, մասնակցում ընդհանրապես։ Հաղթելու միտքը դեռ մի կողմ դրած, պետք է կարողանալ բեմի վրա ինքդ քեզ տիրապետել, որովհետեւ ի վերջո դասական Եվրատեսիլը դա մեծ մրցույթ է, դա մեծ բեմ է։ Արվեստի ճանապարհ անցնելը շատ բարդ է։ Մենք հանձնաժողովի անդամներս մասնավորապես ես շատ բարդ իրավիճակում ենք, երեխաներին կցանկանենք, որ բոլորն էլ մասնակցեն մշտապես։ Երեխաների հետ հաղորդակցվելով ես աշխատում եմ այնպես անել, որ նրանք այս մրցույթը համարեն եւս մի հնարավորություն բեմում հանդես գալու, հաղթել, չհաղթել նման հոգեբանական իրավիճակների ձերբազատվեն, որովհետեւ մենք շատ գիտենք երեխաներ, որոնք այսօր գուցե համեստ հնարավորություններ ելույթ ունեցան, 1-2 տարի անց չգիտենք, կարող է շատ բարձր պրոֆեսիոնալ հատկանիշ դրսևորեն։ Դրա համար այս պահին մենք բարդ իրավիճակում գտնվելով մոտ 100 երեխա ենք լսել, աշխատել ենք բազմազան քննարկում անել եւ տարբեր գործիքների ընդգրկում ունենալ անպայման։ Բարդ է, բայց արել ենք հնարավորը եւ բավականին օբյեկտիվ մոտեցում ենք ցուցաբերել այս ամենին։ Իհարկե շատ ուրախ ենք եւ երեխաներն էլ են ուրախ, դա անմիջապես զգացվում էր նախ երեխաների մասնակցության քանակից։ Եղել են դեպքեր, որ նույնիսկ ճանաչելով այդ երաժիշտ դուրս է եկել եւ պարզապես ապշեցրել է բառացիորեն այս վաու վիճակը, հա։ Գասպարյան Սամվել, 15 տարեկան, քաղաք Գավառ։ Երազում եմ որպես դաշնակահար մեծ բեմերի հասնել։ Երազանք ունեմ դառնալ այնպիսի երաժիշտ, որ միշտ իմ ազգը լավ ներկայացնեմ։ Անցյալ դասական Եվրատեսիլին մասնակցել եմ եւ շատ մեծ փորձ եմ ստացել եւ ցանկացա այս տարի եւս մասնակցել։ Ընդհանրապես բեմական ելույթը դա մի փունջ է,
որը ես միշտ շեշտում եմ, եւ փնջից ինչ որ մի բան, եթե պակաս է լինում, արդեն ելույթը դարձնում է թերի։ Երաժիշտներից եւ երեխաներից, որոնց մենք լսել ենք, ոչ մեկը իրար նման չի։ Իրանք շատ յուրահատուկ անձնավորություններ են։ Գուցեև դա է առաջին հատկանիշը, երբ որ մենք ուզում ենք ընտրենք այս կամ այն երաժշտին, որ գնա առաջ փուլերով։ Ես Մարտիրոսյան Արենն եմ, ծնվել եմ Հրազդան քաղաքում 16 տարեկան։ Երազում եմ ելույթ ունենալ մեծ բեմերում։ Երազում եմ հասնել պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի եւ ներկայացնել իմ երկիրը աշխարհի տարբեր բեմերում։ Ունեմ շատ մեծ նպատակ նվագել Կարնեգի հոլում, սովորել լավագույն երաժիշտների մոտ եւ ինչու՞ չէ նաեւ շրջել ամբողջ աշխարհով մեկ։ Երեխաներին, պատանիներին գնահատելը ահա որ շատ մեծ պատասխանատվություն է պահանջում պրոֆեսիոնալից։ Շատ կարևոր է բոլոր կոմպոնենտները, բայց առաջին հերթին տեխնիկական պատրաստվածությունը, գործիքի կատարողական արտահայտումը, այդ տեխնիկան ինչի մասին պետք է արտահայտի։ Արվեստը այսպես է, թե նվագում ես ինչի մասին ես նվագում, երեխաները դա պետք է հասկանան։ Ես Սարգսյան Անին եմ, Մալիշկայից 13 տարեկան։ Երաժիշտի համար հենց մեծ նշանակություն ունեն այս փորձառությունները։ Երազում եմ դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ, դաշնակահար, մասնակցեմ տարբեր համերգների։ Արդեն 6-րդ տարին է, որ զբաղվում եմ երաժշտությամբ։ Իմ կարծիքով շատ կարևոր է երաժշտի համար տարբեր մրցույթների մասնակցելը, փորձ ձեռք բերելու համար։ Անցյալ տարվա համեմատ մեր պատանի երաժիշտները ահագին ոգևորված են։ Մենք տեսանք ինչպիսի երաժիշտ կատարողներ ունենք։ Հայլում եւ հիացած եմ ես։ Շնորհալի տաղանդավոր պատանի լինելը դա բավական չի պարկեշտ հանդերձ գալ բեմում։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք նրանց ուսուցիչներին։ Պատկերացնում եմ, թե ինչպիսի աշխատանք է կատարված։ Նրանք նվիրյալներ են։ Կարողացել են այնպիսի մասնակիցներ բերել, որ մենք հիացմունքից չենք կարող ընդհատել։ Կարծում եմ, որ երաժշտի համար մեծ փորձ է այս նախագծի մասնակցելը։ Ճիշտն ասած, մրցույթի մասին ես իմացել եմ հենց գրանցման վերջնաժամկետի օրը ու որոշեցի ուժերս փորձեմ։ Ամեն դեպքում, եթե չանցնեմ, սա էլ արդեն իմ համար մեծ հաղթանակ է, որ անցել եմ առաջին փուլը։ Առաջին անգամ բարձրացա բեմ եւ առաջին նվագելուց հետո զգացի, որ այդ էներգիան եւ կապը հանդիսատեսի հետ շատ մեծ հաճույք է համ ինձ, համ իրանց, ու զգացի, որ ես կուզենայի ամբողջ կյանքում սրանով զբաղվել։
շրջաններում շատ մեծ պոտենցիալ կա արվեստի։ Չմոռանանք, որ Հայաստանը արվեստի գիտության կրթության երկիր է մեր դրախտավայր աշխարհը։ Հիանալի երիտասարդներ են աճում եւ քանակի եւ որակի առումով հիանալի երեխաներ են մեծանում։ Ամենաառաջինը երազում եմ, որ ես դառնամ հանրաճանաչ երաժիշտ, բայց մի ուրիշ երազանք ունեմ, որ հայկական երաժշտությունը աշխարհով մեկ ավելի շատ տարածվի։ Երաժշտությամբ զբաղվում եմ վաղ մանկուց, 5 տարեկանից։ Իմ երազանքն է ելույթներ ունենալ միջազգային բեմերում։ Երազում եմ դառնալ կոմպոզիտոր, ունեմ արդեն մի քանի հատ գրած գործեր, Եվրատեսիլի համար լավ հնարավորություն կլինի, որ ավելի հայտնի դառնամ։ Սովորաբար մենք ասում ենք առաջի հերթին, երկրորդ հերթին, երրորդ հերթին։ Իրանց դեպքում բոլոր այդ 3 պունկտերը առաջինն են, որտեղ առաջի հերթին պիտի լինի մասնագիտորեն բարձր մակարդակի։ Երկրորդ առաջի հերթին պետք է իսկապես արտիստիզմ ունենա, որտեղ բացի դրանից, որ Եվրատեսիլ դասականը դա մրցույթ է, հա, բայց սա նաև շոու է ինչ որ կերպ, եւ երրորդը, որ բացի արտիստիզմից եւ բարձր որակի պրոֆեսիոնալ վիճակից, նա նաև լինի անհատականություն։ Արջևում մեզ դժվար գործ է սպասում։ Մենք չգիտենք ինչպիսի ընտրություն պետք է կատարենք։ Շնորհալի երեխաները շատ են։ Մենք ունենք անցյալ տարվա մասնակիցներից եւ նրանք կոփված են ավելի։ Բեմական համարձակություն ունեն, ներկայացել են։ Ճիշտ է, առաջի տեղը մեկն էր, մեկը արժանացավ այդ պատվո հարթակին, բայց մյուս երաժիշտների առջև դռներ բացվեց։ Մեծամասնությունը արդեն մեծ կապեր ունեն մեծ համերգասրահների հետ եւ արտասահմանյան բեմերի հետ, համերգների են, նրանց արդեն դժվար են կարողանում հանդիպել, զրուցել, խորհրդակցել, թե նրանք դրսից ինչ գիտելիքներ բերեցին։ Այս տարի մասնակիցները կգան Հայաստան եւ կվայելեն մեր դրախտավայր երկիրը, կհաղորդակցվեն մեր արվեստին նաև եւ մեր երեխաները լավ ընկերություն ստեղծած կգնան։ Շատ մեծ նշանակություն է ունենալու, հավատացած եմ։ Ընդհանրապես Հայաստանը միշտ որպես հյուրընկալող երկիր շատ բարձր մակարդակի եւ շատ ջանասիրաբար է աշխատում եւ ես վստահ եմ, որ մենք փայլուն կերպով կներկայացնենք մեր երկիրը, մեր արվեստը, մեր հնարավորությունները, կզարմացնենք հյուրերին մեր պրոֆեսիոնալիզմով, մեր պատրաստակամությամբ, մեր հյուրընկալությամբ։ Մենք սիրում ենք ընդհանրապես մրցույթի գաղափարը, կազմակերպելու գաղափարը, աշխարհը հյուրընկալելու գաղափարը եւ վստահ եմ, որ հյուրերը շատ ուրախ եւ շատ ողջավորությամբ կհեռանան մեր երկրից։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։